Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ մեդիա-հաբի հարգելի հետևորդներ, այսօր մեդիա-քասթ հաղորդմանը հյուրընկալել եմ Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանին։ Բարև ձեզ, պարոն Մանուկյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Եվ այսպես անդրադառնանք օրերս Հայաստանում տեղի ունեցած եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որին հաջորդեց առաջին անգամ Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը, որը տեղի ունեցավ Երևանում։ Հիմա այդ միանշանակ քաղաքական գործընթացներ էր, սակայն նպատակը այդ քաղաքական գործընթացների նախընտրական էր, պարտադրված էր Արցախի գիններ հանձնման, որ վճարում է Նիկոլ Փաշինյանը, թե Հայաստանի արտաքին քաղաքական ուղեցրի կտրուկ փոփոխությունները սրելով հարաբերությունները մեր այս պահի դրությամբ դաշնակցի հետ։ Հիմա ո՞րն էր այդ քաղաքական ակցիա, ասենք թե միջոցառում, ասենք դրա նպատակը։ Դժվար է գումարային գնահատական տալ, բայց փորձեմ։ Դա հակառուսականության շոու էր, եվրոպացիների ոգևորվածությունը, որ հակառուսականության մի հատ են օջախ գտել եւ այդ օջախը ակտիվացրել, նույնիսկ այնքան ոգևորվեցին, որ արդեն սկսեցին միջամտել Հայաստանի ներքին գործերին, ում ընտրել, ինչպես ընտրել, ռազմական բազան օգնեն որ հանեն, այսինքն ուզում եմ մտել հարց տամ, մենք հայտ էինք ներկայացրել ռուսական բազան հանելու եւ օգնության ձեռք էինք մեկնել եվրոպացիներին, իրենք էլ արդեն արձագանքում են, որ օգնում են սահմանները մեր ուժերով պայելու եւ ռազմաբազան հանելու, թե չկա։ Ես կուզեմ իսկապես իշխանությունը սրան պատասխանի։ Մենք հայտ ներկայացրել ենք հանելու եւ եվրոպացիներից այդ հարցում օգնություն խնդրել ենք, թե ոչ։ Մի տեսակ գծերն էլ անցան, կարմիր գծեր էլ անցան եւ ինձ համար շատ տհաճ էր Մակրոնի հայտարարությունը առայն, որ իրենք աջակցելու են Փաշինյանին այնպես ինչպես աջակցեցին Մայա Սանդուին, իսկ Մայա Սանդուին աջակցել մի խայտառակ պատմություն է, ներգործության բացարձակ օրինակ, թե ինչ ձևերով իրենք ամբողջ եվրոպական կառույցներով աջակցեցին ընտրություններին, բացահայտ հակառուսականության ֆոնի վրա եւ բանը հասավ նաեւ նրան, որ Զելենսկին օգտագործեց հայկական հարթակը ռուսների դեմ հայտարարություններ անելու, հաթաթատալու, որին հետևեց Ռուսաստանի կոշտ արձագանքը, մեր դեսպանին կանչել արտաքին գործերի նախարարություն, ես եվրոպական լրատվամիջոցներում տեսա որ չեմ կարող ասել ինչքանով է ճիշտ, որ ռուսները վտանգի դեպքում խփելու են Կիևի կենտրոնին եւ կենտրոնում գտնող դեսպանատներին, որոնց մեջ նաեւ Հայաստանի Հանրապետության դեսպանատն է։ Այսինքն հայ-ռուսական հարաբերությունների փուլը եվրոպական ակտիվ միջամտությամբ մտնում է հիբրիդային պատերազմի փուլ։ Եվ Մակրոնի եւ եվրոպացիների այդպես ակտիվ հակառուսականությունը, որը հիմա շատ ակտիվ Աֆրիկայում ընթանում է նաեւ, միջին աֆրիկյան երկրներում ուղղակի պատերազմ է գնում Ռուսաստանի եւ Ֆրանսիայի միջև, այնտեղ հիմնական խնդիրը ոչ միայն ընդհանուր ազդեցության գոտիների վրա է, այլ ուրանի հանքերի վրա։ Աշխարհը այսօր ուրանի հանքերի հետ կապված ունի այսպես լուրջ, այսպես ատամներով, եղունգներով քերելու քաղաքականություն, որտեղ աշխարհը զարգանում է եւ կտրուկ ավելանալու է ատոմային էլեկտրակայանների թիվը, հատկապես երբ որ հիմա այս Իրանի պատերազմի հետ կապված ռուսական նավթի, պարսկական նավթի, ընդհանրապես նավթի բենզինի հետ կապված կրիզիսները բերում են այն քաղաքականության, որ ատոմականները պետք է շատանան եւ եղածները պահպանվեն, քիչերը փակվեն։ Այդ առումով եւ Միացյալ Նահանգները շատ լուրջ խնդրեմ ունի։ Իրենց վառելիքի 2-3%-ն են կարողանում սպասարկել,
եւ Ֆրանսիան այդ առումով երրորդ երկիրն է ընդհանրապես ատոմական տեխնոլոգիաների, վառելիքի եւ իրենք եւ Ղազախստանից են գնում եւ Ռուսաստանից եւ հիմա խնդիր է գնում հարավային ներողություն կենտրոնական Աֆրիկայում այդ երկրներին ով է տիրելու, այդ հանքերին ով է տիրելու։ Ռուսները մի քանի երկրում ֆրանսիացիները դուրս արեցին, նույնիսկ Պրիգոժինին հատուկ ուղարկեցին Աֆրիկյան Հանրապետություն, Աֆրիկյան Կենտրոնական Հանրապետություններ, ֆրանսիացիներն այնտեղից լարելու։ Հետո ֆրանսիացիները սկսեցին հակառակ գործընթաց անել, այսինքն ռուս-ֆրանսիական հակամարտությունը այս արևմուտք-արևելք հակամարտության մեջ շատ կոնցեպտուալ կենտրոնական դեր է խաղում։ Այսինքն կարող է Հայաստանն վերածվել այդ Եվ հենց դա եմ ասում, ասենք Գյումրիում կամ հայերի ոգևորությունը Մակրոնին ընդունելը ես շատ լավ եմ համարում, ֆրանսիական ժողովուրդը մեր ժողովրդի բարեկամն է, ֆրանսիացիները միշտ էլ ունեցել են պատմականորեն Հայաստանի հետ լավ հարաբերություններ, ես դրա կողմնակիցն եմ եւ շատ կուզեմ, որ Ֆրանսիայի նման երկիրը, այդ հզոր երկիրը, հայկական, այսպես հետ ունեցող երկիրը շատ լավ հարաբերություններ ունենա մեր դες դրա բայց կողմնակիցը չեմ, որ ասենք այդ լավ վերաբերմունքը ֆրանսիական երկրի եւ ֆրանսիացի ժողովրդին կան օգտագործվի մեր դեմ, որպեսզի մենք դառնանք Ռուսաստանի դեմ հերթական հաճախորդ հնարադեմ կռիվ վերածվենք գործիքի, նույնիսկ գործիքի եւ այդ մեդալներ տալը, լեգիոնի մեդալ տալը հեչ չեմ ուրախանում դրանից։ Թվում է թե լավ բան է քո երկրի ղեկավար ուրիշ երկրի բարձր պարգև է ստանում, բայց ինչի համար է ստանում։ Ղարաբաղը հանձնելու, նույնիսկ ստացավ մի հատ Ղազախստանում, մի հատ ստացավ հրեական բաներ։ Երբ ասում են քեզ հաց են տալիս, բայց հոգիդ են առնում, քեզ մեդալ են տալիս, բայց քո ձայնն են առնում, այդ առումով շատ վատ է եւ ինչն է ինձ զայրացնում, ուղղակի զայրացնում։ Հայաստանի իշխանությունների այս փնթի, անհաշվարկ մոտեցումները չէ որ լուծումը հետեւյալն է չգնալ այդ բաներին բսկթոսներին, ցակոսներին, որ գնա ռուսներին հայ։ Դու կարող ես մնալ խելոք, չխառնվել այդ կռվին։ Նայեք, պարոն Ալիքյան, Նիկոլ Փաշինյանն ներողություն կարեն հայտարարեց, որ ինքը Ռուսաստանի աջակիցը չէ, էլի այդ ֆորումի արդյունքում Ուկրաինայի պատերազմ ով էր իր փեշից քաշում, ով էր գլխին խփում, որ այդ ձևի հայտարարություններ անի։ Ինչ կարիք կա մտնել բանի մեջ, մեղվի փեթակի մեջ եւ սկսել խառնել։ Եվ որ կարող ես չմտնել, կարող ես չխառնել։ Այդ բանը քո կարծիքը ոչ ոք չէր արստում։ Հիմա չգիտեմ, դա այդ ձևի տգիտություն, երկի նկատմամբ այդ ձևի անփույթ վերաբերմունք, որի արդյունքում դու մտնում ես երկու գազանների կռվի արանքը եւ ասում ես ես էլ եմ խաղացող, ով ես դու։ Ես սիրում եմ իմ երկիրը, իմ երկրի անկախություն շատ եմ սիրում, բայց կարող եմ հարցնել, ով ես դու Ամերիկա, Ռուսաստան կամ Եվրոմիություն, Ռուսաստան պատերազմի արանքում, ինչ ես քիթդ խոթում։ Ով ես դու այս խաղի մեջ։ Պարոն Ալիքյան, Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական ոչ կոմպետենտությունը ցույց է տալիս արդեն 8 տարի շարունակ, բայց նայեք, այս իշխանությունները հայտարարում են, որ իբր ժամանակին Հայաստանը քաղաքական անկախություն չուներ եւ բոլոր որոշումները, այդ թվում նաեւ ներքաղաքական, արտաքին քաղաքականությանը վերաբերող կայացվում էին Ռուսաստանում։ Հիմա նայեք, այս քաղաքական միջոցառումը, որը Հայաստանում տեղի ունեցավ եւ որոշ ԿՊԱ-ականների գնահատմամբ նույնիսկ Տիգրան Մեծի ժամանակ նման գագաթնաժողով։ Էլի, այսինքն Տիգրան Մեծի ժամանակ ինչ Ռուսաստանից գագաթնաժողով։ Միայն հռոմի կայսրություն։ Աննորմալ են, էլի, աննորմալ, սովորական աննորմալ։ Բայց լավ, ոչինչ, այն որ 8 տարի չի համաձայն եմ ձեր հետ։ Հարամել են իսկապես դիվանագիտություն ասածը, քաղաքականություն ասած, այդ հասկանում եմ, բայց ժողովուրդը չի հասկանում այդ։ Նայեք, ներկայիս 21 թվին մի հատ կոպիտ սխալ թույլ տվեցին, էլի կոպիտ սխալ, չեմ ամաչում ասել, ժողովուրդ, մենք ձեր հետ միասին դուք կոպիտ սխալ թույլ տվեցիք, պարտվածին վերելով իշխանության գլուխ եւ պայելով մեր գլխին որպես փորձանք, չարիք։ Հիմա ի՞նչ նախանգարում։ Հիմա շանտաժ է։ Նիկոլ Փաշինյանը շանտաժ է անում, որ խաղաղությունը ես եմ բերել խաղաղություն եւ եթե չլինեմ ես, ինձ փոխարինելու է պատերազմը, մոտավորապես այդպես է։ Ամոթ է, դա այդպես կարող են, գիտեք, այդպես կարող են
աուլներում ապրող, ինտերնետ չունեցող, դպրոց չհաճախած մարդկանց գնալ խաբել, որ կարելի է, եթե հանկարծ ես մեկին չընտրեք, ամոթ է վերջապես, մեր ազգը այդ ազգը չի, դա մեր տեսակը չի, մեր գենը չի, մենք աշխարհի տառնող տվող ազգ ենք, աշխարհի մշակույթի մաս ենք կազմում եւ քաղաքակրթության մաս ենք կազմում, ընդ որում ակտիվ մաս էլի եւ Հայաստանում եւ Հայաստանից դուրս եւ այս ազգին հարիք չի այդ նման փնթիների այդ պարզունակ շանտաժների ենթարկվելը, բայց այնպես չի որ լուծումը չկա, ես Այ դրանից կուզեի խոսենք, այ պարոն Մանուկյան, որովհետև Հայ ազգային կոնգրեսի համար խաղաղությունը եղել է կարևորագույն անկյունակարային հարցերից մեկը եւ մշտապես Հայ ազգային կոնգրեսը շեշտադրում է արել խաղաղությանը, բնականաբար այն խաղաղությանը, չէ, որը Նիկոլ Փաշինյանն է ներկայացնում, այ քանի որ մենք հիմա նախընտրական ամբողջ երկիրը նախընտրական փուլում է, կխնդրեի ներկայացնեիք այն խաղաղության կոնցեպտը, որը իրոք կբերեր Հայաստանին խաղաղություն, ոչ թե այսպես պարտված, այսպես ստորացված, ամեն ինչ հանձնելով խաղաղություն ձեռք բերելը, այլ իրոք խաղաղություն ձեռք բերելը։ Հիշում եք անեկդոտը, ասում դուք ուր էիք, որ ես հիմա սրանք ուր էին, որ մենք խաղաղության կոնցեպտ էինք բանալ, աշխարհին տվել, այդ խաղաղության կոնցեպտի լուծողները եռանախագահներն էին Ֆրանսիա, Ռուսաստան եւ Միացյալ Նահանգներ, մենակ մենք չենք, մեր դիվանագիտության գագաթը նա էր, որ այդ խնդրի լուծման համար ներգրավեցին աշխարհի 3 հզորները եւ առաջարկեցին տարբերակներ։ Այդ լավ աչքերի համար, այս նույն Մակրոնի իշխանությունը չէր այնտեղ, որ Հայաստանին առաջարկում էր Ղարաբաղի տարբերակ, իսկ ինքը եկավ մեդալ տվեց Ղարաբաղը հանձնելու համար, որովհետեւ Հայաստանը փնթի պայեց իրան։ Մակրոնը Տեր-Պետրոսյանին ձեր մեդալ կտար, մեդալ չէր տա Ղարաբաղը գրավելու համար։ Եվ այն առաջարկը իրանք որ անում էին, դա մեր դիվանագիտության արդյունքն էր եւ ազատ գրաված տարածքների արդյունքն էր։ 12000 կիլոմետրը բաբոս չէր գրավել, Հայաստանի իշխանություններն էին գրավել եւ աշխարհը դա այդ հաշվին նստեց, առաջարկելով իր կոմպրոմիսային լուծումը, որտեղ կար եւ ինքնորոշում եւ կար տարածքային ամբողջականություն, կար գրաված տարածքների մի մասը հանձնել, մնացած մասը պայել Հայաստանի հետ Քյալբաջարով, Լաչինով կպած, ուր էին սրանք։ Եվ եկան ու եղածը հարամեցին, եկան փչացրին եղածը, որովհետև Նիկոլ իշխանության գալուց անմիջապես հետո եռանախագահությունը առաջարկ ներկայացրեց, համարյա նույն առաջարկ, ինչ որ մինչև այդ էր ներկայացված եւ Ռուսաստանն էլ տված էր մանդատ այդ ներկայացումը իրականացնելու։ Նիկոլ Փաշինյանի վրա ճնշում, երկար ժամանակ ճնշում գործադրելու արդյունքում այդ փաստաթուղթը հրապարակվեց։ Թե ինչ են հրապարակել, ինչ են առաջարկել եվրոպացիները, ամերիկացիները, ռուսները Հայաստանին։ Այդ մի ճնշմանը ենթարկվեց, բայց առաջին սերիան էր, երկրորդ սերիան դեռ ուժի մեջ է։ Ես հարցնում եմ քաղաքական գործիչներ, որևէ մեկը կարդացել եք Նիկոլ Փաշինյանի արձագանքին Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ։ Չունեն ոչ մեկ պատասխան, ոչ մեկը։ Ես հարցնում եմ իշխանություններին, հրապարակեք, պարոնայք, ընտրություններին մասնակցող ԿՊԱ-կաներ, հրապարակեք ձեր պատասխանը 19 թվականին եռանախագահության առաջարկել։ Ինչ եք պատասխանել։ Ինչու եք դուրս եկել բանակցություններից։ Կամ նաև տարբերակ է հետևյալ, որ չեն էլ պատասխանել։ Այսինքն դե տարբերակ, ասեք Դե հրապարակ Տղամարդու նման հրապարակեք, որ ես սկսում եմ զրոյական կետից շատ լավ, այդ իրատեսակ, ինչու։ Իսկ եվրոպացիների Միացյալ Նահանգների առաջարկին ինչ ես պատասխանել։ Դե ինչու Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ այն ժամանակ, որտեղ Արցախ Հայաստանի Շատ լավ, դա թող հրապարակեն, որ ոչ մի բան չեն պատասխանել, որտեղ դիվանագիտության մեջ չպատասխանելը մերժելու լավագույն ձևն է կամ մեղմ ձևն է։ Ասեք եւ այստեղից սկսում է Հայաստանի խաղաղության գործընթացի կործանումը։ Այսինքն այն ինչին մենք հասել ենք միջազգային ճանաչման ինքնորոշման իրավունքի հիման վրա նաև Ղարաբաղի խնդրի կարգավորումը Նիկոլը մերժել է դա եւ դրանից հետո է սկսվել Միշելի հետ, Մակրոնի հետ Բրյուսելում, Պրագայում գործընթաց, որը ամբողջությամբ անվերադարձ պատմականորեն Արցախը գցեց մի կողմ։ Սա է ամբողջ խաղ։ Եվ խոսում են խաղաղության մասին նրանք, ովքեր բացահայտ ոչնչացրել են խաղաղության ծրագիրը։ Ոչ միայն խաղաղության գործընթացն են ոչնչացրել, այլ խաղաղության սուբյեկտը, Ղարաբաղը։ Ղարաբաղը ոչնչացնելով հիմա իրենց համար իրենք ասում են, այդ խնդիրը չկա։ Հələ որևէ մեկը համարձակվեք Ղարաբաղյան շարժման մասին խոսել։
Ես Ղարաբաղյան շարժման վերաբերյալ ուզում էի ցուցահանդես անեմ Վանաձորում, չարգելեցին, խնդրեցին, որ այն նվիրված չլինի Ղարաբաղյան շարժմանը, բայց իրականում այն նվիրված էր Ղարաբաղյան շարժմանը, որտեղ հենց այդ օրներ, հենց այդ տարածքում էր, որ է սկսել է Ղարաբաղյան շարժումը։ Սրանք Ղարաբաղյան շարժման եւ խաղաղության կործանիչներն են, կործանողներն են, գործնականորեն այն 150,000 մարդը վկա, որոնց ճակատագիրը պետք է որոշվեր միջազգային խաղաղարար ուժերով, կործանողներն ինչի՞ց են խոսում։ Պարոն Մանուկյան, այն օրը մտածում եմ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին եւ համեմատում եմ իրար, գալիս եմ այն եզրահանգման, որ նա ոչ գիտակցաբար այնուամենայնիվ խոստովանում է, որ ինքն է հանձնել Արցախը։ Նայեք, ասում է, որ Արցախը հանձնել էին դեռևս ճանաչել էին Ադրբեջանի կազմում դեռևս 91 թվականին Ալմատիի հռչակագրով։ Այնուհետև հայտարարում է, որ մենք կորցրեցինք Արցախը եւ գտանք Հայաստանը։ Հիմա եթե առաջնորդվում ենք նրա տրամաբանությամբ, ստացվում է, որ մենք Հայաստանը գտել էինք 91 թվականին, որովհետև Արցախը այն ժամանակ էր ճանաչվել Ադրբեջանի կազմում, սակայն այդ ամբողջ տարիների ընթացքում Արցախը ուներ փաստացի անկախություն։ Եվ հենց ինքը եղավ այն մարդը, որը այնպես չի, չէ՞ որ Լևոն Տեր-Պետրոսյանը, այնուհետև Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը խնդրում էին սկզբից հայր, այնուհետև Որդի Ալիևին, որ խնդրում ենք վերցրեք Արցախը, նրանք էլ ասում էին, չէ, մինչև Նիկոլ Փաշինյանը չգա, մենք Արցախը վերցնենք։ Դուք այդ հարցերը տալիս եք, ես մտածում եմ, մենք մեղք ենք։ Մենք կամ էլ մազոխիստ ենք, որ այս 8 տարի զբաղվում ենք Նիկոլ քննադատելով կամ Նիկոլ վերլուծելով։ Абսուրդ է, հասկանում եք, աշխարհը խաղում է ուրիշ կանոններով, ուրիշ տեղ է գնում, Իրանում աշխարհի ճակատագիրն է որոշվում, Կիևում ուրիշ ճակատագիր է որոշվում։ Ու մենք մտել ենք մեր ճահճի մեջ եւ հոտ ենք քաշում այդ մեր ճահճի բանից, տհաճ հոտերից էլի, ու դա Նիկոլն է։ Էլ ուրիշ խնդիր չունենք լուծելու այս երկրում, այս երկիրը ինտեգրելու աշխարհին, աշխարհից վերցնելու ինչ հնարավոր է։ Մենք կեղտոտ լվացքով ենք զբաղված, հասկանում եք, վերլուծելով Նիկոլ Փաշինյան։ Բայց չեք կարող շրջանցել։ Չես էլ կարող շրջանցել, որովհետև դա քո երկրում տեղի ունեցածն է։ Եվ միակ բանը, ուրախությունը, որ այսպես թունելի վերջում հատիկ է, այլ փոքր լույս է երևում, որ մի ամիս հետո կպրծնենք այս դարդից։ Իսկ ո՞նց ենք պրծնելու։ Ընտրություններով։ Ընտրելով, հավատացեք, այս մի ամիսը իհարկե սկզբից ասեմ մտավախությունները, որ խիստ մտահոգված եմ, որ հայաստանյան ընտրությունները գնալով դառնում են արևելքի արևմուտքի բացահայտ բան, պատերազմ, ընտրական նախընտրական պատերազմ, նրանք իրենցն են փորձելու տակից վրայից մասնակցելով, նրանք իրենց արդեն բաց ասում են, որ հիբրիդային է, մարիական սանդուի բաներն են կիրառելու մոլդովական, այսինքն ցավալի է, որ որոշող կամ շատ ակտիվ քաղաքական գործոններ դուրս դրսին ենք տվել։ Այն Նիկոլի մեծագույն բանը դա է, մազոխիզմը մեզ համար, որ լայն չի մասին ենք խոսում, որ փոխանակ քաղաքական ծրագրեր ներկայացնենք, որ ով է հայաստանյան քաղաքական ուժերից լավը, եկեք նրան ընտրենք, մենք մտածում ենք, որ ռուսական ուժերը կարող են իրենց ազդեցությունը կիրառել, արևմտյան ուժերը իրենց ուժերը կիրառել, եւ սա մեր ընտրությունների բացասական կողմն է, որ արտաքին ազդեցությունները առավելանում են, ուժգնանում են եւ կարող են նույնիսկ որոշիչ դեր խաղալ, ինչպես խաղացին Ռումինիայում, Մոլդովայում, Հունգարիայում, ինչու՞ չէ, դա շատ վատ է, դա ժողովրդավարության կորուստ է, բայց նաեւ ուզում եմ այսպես այդքան պեսիմիզմով բան չանել, Հայաստանում կան այնպիսի ուժեր, որոնք դեմ են այս ազդեցությունների ազդեցության տակ, այս ուժերի ազդեցության տակ ընտրություններ անելու։ Կան այդ ուժեր, մասնավորապես հիմա նախընտրական փուլը մեր մասին կարամ ասել, Հայ ազգային կոնգրեսը ամենաանկախական ուժն է այս ընտրական պայքարում։ Նույնտեղ կարող 10-ի անուն ես նույնիսկ չկարդամ չտեսնեմ ովքեր են, բայց գոնե քաղաքական, եղած քաղաքական ուժերից, որոնք զրոյից չեն սկսում, որոնք կենսագրություն ունեն, պատկեր ունեն, իմիջ ունեն եւ բնութագրիչ ունեն։ Կարող ես դուրս գալ փողոցում հարցնել Հայ ազգային կոնգրեսին ինչպես կբնութագրեք, գոնե կարան մի քանի բառ ասեն, որ իրականություն, որ ռեալիստ են, պրագմատիկ են, փորձված են, ճանաչված մարդիկ են, քիչ փող ունեն, քիչ ազդեցություն ունեն, լրատվամիջոցներ չունեն, բայց ունեն վստահելի մարդիկ, որոնք
տեսակ ու բան գույն չեն Ունեն փոխել։ քաղաքական կենսագրություն, Քաղաքական կենսագրություն, ասենք ի տարբերություն որ դեպի կմտնեն պարլամենտ կենսագրություն սկսեն, մենք կմտնենք պարլամենտ արդեն 35 տարվա կենսագրությամբ։ Հիմա այդ առումով մենք ոչ արևմուտք ենք, երկում գովաբանում, նվաստանում, ոչ էլ Ռուսաստանն ենք գովաբանում, նվաստանում եւ ասում եկեք մեզ փրկեք։ Մեր քաղաքական ուժը, մեր քաղաքական կրեդոն միակը անկախությունն է։ Միակը պետականություն պահպանելն է։ Ուրիշը ես երկրորդը չգիտեմ, Կարեն Էստևի։ Չգիտեմ, սա գովասանք է, կարող է շատ վատ էր, որ այսպես է։ Որտեւ եթե լինեին 5 հատ հզոր քաղաքական ուժեր, որոնց միակ նպատակը լիներ Հայաստանի անկախությունը, սուվերենությունը, ես կգնայի մեր տուն, ես կգնայի իմ գործերով կզբաղվեի։ Չէ, եթե նպատակը համախմբում, որը շատ ավելի մեծ հակազդեցություն, որի նպատակը, որի առանցքը կլիներ Հայաստանի պետականության պահպանություն։ Ես այդ ժամանակ երջանիկ կլինեմ։ Այդպես չի։ Ցավոք սրտի այդպես չի։ Եվ ժողովրդին իմ ասելիք հետ առումով հետևյալն է լինում։ Ժողովուրդ ամոթա, որ մենք պրոպտի լինենք, պրո-ամերիկացի, պրո-եվրոպացի, պրո-ռուսացի, այդ չենք էլի։ Պրո-Հայաստանն է այդ ամենի արդյունքում խորում։ Հայը այնքան նվաստ չի։ Ես ուզում եմ հիշում եմ էլ այդ 88-ի, 90-ի, 95-ի այդ հպարտ հային։ Տեսել եմ էլի դա, որ կա այդ հպարտը, որ ձիգ ողնաշարով կանգնի ճակատված, ասի ես Հայաստան եմ, ես Հայաստանի Հանրապետություն եմ։ Եվ գնաք քվեարկի անկախականին, անկախությանը, չխեղճանը, էլի, որ եթե հանկարծ ռուսին նեղացեն, սա կգա կկոտորի, հանկարծ ամերիկացիք չֆինանսավորեն, այդպես չի, նամուսով հայ արժանապատիվ հայ, այս երկրի հիմքն է։ Այո, վերջում մենք 88-ին կանգնեցինք ամբողջ խորհրդային միության այդ հզոր ապարատի, այդ մամլիչ ռազմական եւ արժանապատվորեն դուրս եկանք ու հաղթեցինք։ Ընդ որում բանաձևը այնքան པարզ է 2000 տարի աշխարհը անցել է այս ճանապարհով։ Հարգում են նրան, ով իրան հարգում է։ Հաշվի է նստում նրա հետ, ով ինքն իրան հաշվի տեղադրում եւ միավոր է համարում։ Արժանապատիվ հարաբերություններ հաստատում են նրանց հետ, ով իրեն համարում է արժանապատիվ եւ իր եսը, իր էությունը, իր պետությունը իր համար գերարժեք է։ Ոչ թե Նիկոլին մամ փնթի, նվաստացող, սպասի թե Ալիև ինչ առաջարկ անելու, այդ Ալիևի առաջարկը ընդունի, Եվրոպացիներին էլ ասի տեսակ Ալիև, այդ որ ասում եք ինչի է հայտարարում, որ այդ ձևի սխալներ է, որպեսզի եվրոպացիք լսեն, որ ինքը Ալիևի առաջարկները կատարել է։ Գագաթնաժողովին տեսակապով մասնակցեց նաև Ալիևը, որը էլի միջամտություն էր, որովհետև ճիշտ է պաշտոնական նախընտրական քարոզարշավը դեռևս չէր մեկնարկել, սակայն Նիկոլ Փաշինյանը վաղուց է այդ քարոզարշավի մեջ, արդեն իր ուրախ ավտոբուսով, եւ Ալիևը ուղիղ բաց տեքստով գովաբանեց Նիկոլ Փաշինյանին, խաղաղությունը շեշտադրեց, որը ըստ էության պայմանագիր էլ գոյություն չունի եւ արցախցիներին անվանեց սեպարատիստներ։ Սա թերևս Արցախը տարածք, դա թերևս առաջին անգամ է, որ օտար երկրյա պետության ղեկավարը ուղիղ տեքստով վիրավորում է հայ ժողովրդին եւ մնում անպատասխան, նույնիսկ արժանանում ծափահարությունների։ Նման բան ես կարծում եմ իմ հիշելով չի եղել։ Ոչ նոր անկախ, ոչ էլ պատմական Հայաստանում Նիկոլ Փաշինյանի բաժանած։ Այդպիսի նվիրվածություն սпасել ուրիշներից միայն կարող է անել հոգեկան հիվանդը։ Ոչ ֆրանսիացիներից, ոչ ռուսներից պետք չի սпасել այնպիսի աջակցություն, որով մենք փրկվելու ենք եւ մեր խնդիրները լուծվելու են։ Յուրաքանչյուր երկիր դու ատես, սիրես, առաջնորդում է իր երկրի շահերով։ Ֆրանսիացիների հետ որքան էլ ես կրկնում եմ, ֆրանսիացիների հետ նորմալ հարաբերությունները շատ ճիշտ է, մենք ունենք պատմական հիմքեր, բայց միշտ մտքից ծայրում հիշում եմ նաև թե ֆրանսիացիները ինչպես Կիլիկյան գցեցին։ Կիլիկյան հանձնվեց ֆրանսիացիների խոստումներից հետ կանգնելու, թուրքերի հետ համաձայնության գալու, թուրքերի հետ համաձայնություն ստորագրելու արդյունքում։ Հիմա կարող ես ֆրանսիացիներին մեղադրել, ասել դուք գցել եք։ Բայց դա նրանց պետական շահ։ Բայց իրենք այս ժամանակ հաշվեցին, որ թուրքերի հետ իրենց լավ հարաբերությունները ավելի լավ է, ավելի անհրաժեշտ է եւ հայերին գցեցին։ Նույնը կարող ես ասել ռուսների հետ կապված, ամերիկացիների հետ կապված, բոլորի հետ կապված։ Դու միշտ պետք է հաշվի առնես, որ գցելու պահը քո համար գալու է եւ ոչ մեկ քեզ ամուսնության ու հավերժ միասին ապրելու երթում չի տվել։ 88-ի հրաշք Ռաֆայել Իշխանյանի հոդվածը դասագիր պետք է լինել բոլոր երեխաների համար, բոլոր աշակերտների ուսումը, երրորդ ուժի բացառումը, երրորդ ուժը միշտ պետք է բացառվի։
Երրորդ ուժը քեզ կարող է մշտապես օգնել, դու կարող ես շահ գրգռված նրանց հետ բարեկամություն անելու, բայց մշտապես, որ ասում են շահն այդ ընկերացի, փայտը ձեռքից ձեռ մի քիչ։ Փայտը ձեռքիդ պահի։ Ֆրանսիացիներ լավ հարաբերություններ ունեցի, բայց հիշի, որ 2 տարի առաջ Միշելն ու Մակրոնն են Նիկոլին ստիպել Ղարաբաղ հանձնելու։ Հիմա դա իմ աչքին չի փչացնում ֆրանսիացիների արժեքը, նրա այդ բարեկամությունը, ես երազում եմ միշտ Փարիզի փողոցներով քայլել, սուրճ խմել, լինել Լուվրում, հանդիպել ֆրանսիական հայկական են բազմա 100-ամյա, չգիտեմ, մշակութային ժառանգությանը, բայց ամենևին դա չի նշանակում, ես այդ ամենը իմ երկրի անկախության եւ ինքնիշխանության շահից բարձր եմ գնահատելու։ Այս էլեմենտար բաները, ախր յուրաքանչյուր ուսանող պետք է ունենա։ Ինչ մնաց որ պետության ղեկին հասած այս փնթիներ ու դմբոները չսովորեցին մինչև հիմա։ Պարոն Մանուկյան, օրերս դուք այցելել եք մարզեր, այցելել եք սահմանամերձ բնակավայրեր եւ կարծես ահագնանում է օրորի այն լուրերը, որ փակվում են դպրոցները։ Հիմա թե իշխանությունը ինչպես կներկայացնի, այլևս որևէ մեկը իշխանության խոսքին հավատ չի ներկայացնում։ Խնդրում եմ, այ խոսենք նաեւ այդ խնդրից, ինչ մասշտաբների է հասնում եւ ի վերջո ինչու են փակվում դպրոցները։ Դա իմ թույլ տեղն է, դա իմ գարշապարն է Աքիլեսյան, մազոլը։ Երկիրը կործանվում է, երկիրը կործանում են նպատակային տրամադրված եւ հետեւողական։ Ուրեմն 230 դպրոց փակվում է։ 230 դպրոցում սովորում են 8000 աշակերտներ, գործազուրկ են մնալու 2500 աշխատող տեխնիկական եւ 2500 ուսուցիչ։ Այդ ոչինչ։ Խնայում են $20 միլիոն։ $20 միլիոն մի ամբողջ համակարգ ավիրելու համար։ Այդ ոչինչ, էլի ոչինչ։ Գյուղերն են ոչնչանում։ Ուրեմն գյուղերը ոչնչացնելու 2 սերիանոց քայլ գնաց Հայաստանում։ Առաջին քայլը անհաշվարկ, էլի փնթի, ոչ ռազմավարական քայլ իրականացվեց Հայաստանում, դա համայնքների խոշորացումն էր։ Հայաստանում շուրջ 1000 համայնք գումարվեցին եւ մնաց 70 մի քանի համայնք։ Այն մնացած 900 համայնքները այդ process դեռ ընդդեմ շարունակվում է։ Մենք կոնգրեսով հայտարարություն արեցինք, որ դա խստագույն վնասում է Հայաստանի անվտանգությանը։ Բոլոր այդ գյուղերում ես գյուղերում շատ եմ աշխատել, ուսուցիչ էի, ուսումնասիրել եմ, մաջիկով այդ գործը արել եմ։ Գյուղի եւ պետության իշխանության կապող օղակը միշտ եղել է գյուղապետարանը։ Այդ գյուղապետարանն է, որտեղ եթե մարդ է մանում, պիտի գնայր այնտեղ, հարսանիք կար, մեկին օգնելու խնդիր կար, մեկը կորել էր, մեկի ծառը, մեկի շունը, չգիտեմ, մեկի ընտանիքը, կար մի հատ օրգան, որին դիմում ես քո խնդիրները լուծելու։ Այս գյուղերի մեծացումով, համայնքների մեծացումով, այս միավորը դուրս եկավ արանքից։ Այդ չկար որովհետև որևէ տատիկ գնա մի հատ հարցով դիմի կամ օգնություն խնդրի կամ ասի այս ջուրը կամուրջը տարել է, եկեք բան արեք, լուծեք։ Այդ ամբողջ պետական միջանկյալ մարմինը, որով քաղաքացին կապում են իշխանությանը, հանվեց։ Շատ վնաս տվեց։ Հաջորդը այս քայլն է, որ պետական մի հատ հիմնարկ կա, որտեղ կա դիրեկտոր, կա ուսմասվար, կա հավաքարար, կա զինղեկ, որը տղաներին ինչ-որ բան է սովորացնում։ Դպրոցը նաև աշխատում է որպես հարսանիքների դահլիճ, չգիտեմ, նոր տարվա հանդեսների դահլիճ, միջոցառումներ, մի հատ շախմատիստ են հրավիրել, երգիչ են հրավիրել, դպրոցի դահլիճում համերգատար։ Այսինքն դա մի տեղ էր, որտեղ մշակութային, սոցիալական, քաղաքական, պետական միջոցառումներ էին լինում։ Կար դպրոց, կար գյուղ։ Հիմա երբ որ հանում ես այդ դպրոցը, այդ գյուղի ոնց որ ողնաշար է, մի ողնաշարը կոտրվեց բանում, գյուղապետան, ողնաշարը ջարդում է, գյուղը ոչնչանում է։ Այսինքն դպրոցի ավիրվելը ոչ միայն ավարտվում է դպրոցի ավիրվելով, այլ շարունակվում է գյուղի ավիրվելով։ Ես ուրեմն պատտվել եմ հիմա ձեզ ասեմ, Ամասիայի շրջանում, Ղուկասյանի շրջանում, Ախուրյանի շրջանում, Անի շրջանում, Շիրակի մարզում այդ ամբողջ այդ կողմերում։ Եվ գնացել եմ այն հետքերով, որով Նիկոլ ավիրում է մեր դպրոցները, այսինքն փակվող դպրոցներում։ Եվ ավելի շատ գնում էի
այն դպրոցներում, որտեղ շատ թե քիչ աշակերտի քանակ կա, ասենք 60, 70, 50 եւ ամենաշատը 112։ Բայանդորի դպրոցում սովորում է այսօր 112 աշակերտ։ Այդ ձևի մի հատ շեն դպրոց։ Դուրմ իջներ տարօրինակ զավեշտ։ Այդ դպրոցը, Բայանդորի դպրոցը կառուցել է Նիկոլայ II-ը 1900-ական թվերին, 120-130 տարի առաջ։ Կառուցել է որպես դպրոց։ Նիկոլ Փաշինյանի ադաշը, այսպես Դա էլի անեկդոտը որ Նիկոլայ II-ը ընդորում հրամանով կառուցել է որպես դպրոց, նպատակը գիտեք որն էր, որ ռուսական երկաթուղին եկավ գնաց Ղարս, Թուրքիա եւ Հայաստանի այդ երթուղու վրա գյուղեր առաջացան, այդ գյուղերից մեկը Բայանդուրն էր, այն ժամանակ հույներ էին ապրում հայեր, թուրքեր, ռուսներ, ամեն ինչ։ Եվ ցարի հրամանով դպրոցը կառուցել, այդ դպրոցը հիմա կա։ Բայանդուրի միջնակարգ դպրոցը։ Նիկոլ պատմամշակութային արժե։ Ոչ միայն, դա ուրիշ բան է զգում, որ 130 տարվա դպրոցում երեխեք սովորում են։ Ընդդեմ սիրուն կոկիկ բանբանարած է, ցանկապատած, լավ մշակած, դասաներ, լսաներ շատ լավը։ 112 երեխա այդ գյուղում, գյուղի բակում կանգնում ես, Թուրքիայի սահմանն է, 100 մետր։ Եվ Նիկոլայ վերջինը, Նիկոլայ ոչինչը, քանդարարը, այդ դպրոցը փակում է։ Հիմա, բայց ոչ միայն այս դպրոցն է փակում, այս մի քիչ պոետիկ մասն է, էլի։ Ուրեմն Ամասիայում կա 26 գյուղ, 26 համայնք, որոնք բոլորը լեռնային եւ բարձր լեռնային են։ Բարձր լեռնային նշանակում է 2000 մետրից բարձր են, որը նշանակում է 8 ամիս ձմեռ է, 4 ամիս հազիվ գարուն ամառ է լինում։ Եվ այնտեղ գնալը անհնար է։ Կամ ցեխը կես մետրան խորությամբ, կամ ձյունը 2 մետր նստած։ Եվ Թուրքիայի սահմանն է կրկնում։ Այսինքն այդ սահմանի բնակիչներին դու ամեն մեկին պետք է գիտես ոնց պայես բամբակի մեջ նրա ուտելիքը ապահովես, սնունդը ապահովես, շինարարությունը ապահովես, ինտերնետը ապահովես, տրանսպորտը ապահովես, ասֆալտը, որովհետև նա քո սահմանապահն է։ Նա քո սահմանի վրա կանգնած բանն է։ Պաստավոյը, պոստ է պահում ինքը և առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ և բոլոր պատերազմների ժամանակ առաջին հարվածը միշտ թշնամին է հենց այդ գյուղի վրա կանգնած սահմանի վրա կանգնած գյուղացին է ուտում և ոչ միայն ինքը անմիջապես արձագանքում որ հակառակորդը մոտենում է այս պաշտպանական գոտին է այսինքն ինքը քո սահմանապահ քաղաքացին է և բնականաբար նրա երեխուն նրա դպրոցին պիտի դու տաս աչքով նայես, սիրով նայես, հոգատարությամբ նայես, ֆինանսով նայես, մերոնք հակառակ ուղղությամբ են գնում, 26 դպրոցի, 26 գյուղի դպրոցները փակվել են, 26 գյուղին հիմա սպասարկելու է թիվ ասեք, քանի դպրոց մնա, որ սպասարկի 4 դպրոց է մնալու 26 գյուղին սպասարկելու համար, ես հանդիպում եմ տնօրենների հետ, Իսկ դա բարդացնում է նաև մարդկանց կյանքը, որովհետև այդ երեխաները, ասենք, դպրոց գնալու համար Նիկոլ Փաշինյանը մոռանում է, որ որովհետև ներողություն որ ընդհատեցի, վերջերս այդ դպրոցների մասին որ խոսում էր, Նիկոլ Փաշինյանը մոտավորապես հետևյալ մոտեցումը բանալեց, որ հայ մարդը սիրում է, որ իր երեխան միշտ մնա իր կողքին եւ որևէ տեղ չգնա, բայց նա մոռանում է, որ խոսքը մանկահասակ երեխաների մասին է, ասենք, ոչ որ հասուն տղամարդկանց մասին է խոսքը։ Հրանտ Մաթևոսյանի աշնան արևի մեջ հիշում եք, մի հատ շշմելու լավ բան կա, այդ Սամը տղան ուզում է գնա քաղաք, ծնկտում է քաղաքը տանում է, էլի։ Մերը ասում է Սամ, մենք քեզ բերել ենք գյուղում մնալու համար։ Չենք ծննդաբերել, որ գնաս քաղաք, դու այս գյուղը պիտի պահես։ Ու հիմա այդ բարերի տիրոջ Հրանտ Մաթևոսյանի գյուղի դպրոցը քանդվում է, ոչ թե քանդվում է, փակում են։ Այդ դպրոցը պետք է 100 տարի հետո լինի բան թանգարան, որ այստեղ հաճախել է հայ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանը, արժեքը։ Հիմա նույն ձևի, այդ Բայանդուր ասեցի, Բայանդուրում ուրեմն կա մի 5-6 հատ հուշարձան 2-ից 3 հազար տարվա հնությամբ, դամբարաններ, դամբարանաշերտներ, ամրոցներ, շշմելու բաներ կա, արձանագրած մշակութային արժեքներ։ Եվ հիմա հանդիպեցի ծնողների, որոնք արդեն տուն էին փնտրում։ Որ տեղափոխվեն գյուղից։ Գյումրիում, Երևանում, որովհետև տեսականորեն անգամ հնարավոր չէ
5-6 կիլոմետր ձմեռը 6-7 տարեկան աղջնակին ուղարկես կողքի դպրոց հետ բերես, այնտեղ էլ ինքը մի քանի ժամ տի սպասի, պատկերացնում եք, նոր փակված 15 դպրոց, 15 գյուղ պետք է փակվի, ձեռքերը այսպես վեր քաշած, շվարած մնացել են, դատարկում են գյուղեր։ Եվ այդպես 55 գյուղ։ Այսինքն մենք կանգնած ենք 55 գյուղ Սահմանամերձ, միայն սահմանամերձ 55 գյուղ է ավիրվում։ 41 գյուղ բարձր լեռնային, այդ իմ ասած պոստերն են։ 41 գյուղ սարի կատարին են, որոնք պոստեր են սահմանների վրա։ 140 գյուղ լեռնային։ Այսինքն բոլոր այդ փակվող բաները ստրատեգիական կետեր են Հայաստանի համար։ Դրա համար է ես ասում այդքան դպրոցների փակվել չի, բայց խնդիրը կա եւ լուծումները հետեւյալն են։ Եվրոպական շատ երկրներ կան, որոնք հետեւյալ մի մեթոդ են կիրառում, ուսուցիչն է գնում աշակերտի մոտ։ Օնլայն մի հատ սմարթ հեռուստացույց են դնում, այնտեղ մի հատ ասիստենտ են դնում, ինտերնետ են տալիս, լապթոփեր են տալիս ինտերնետը մեջը, ու այդ երեխու դասընթաց կազմակերպվում հենց այնտեղ, որտեղ ինքը ապրում է։ Դա մեթոդ է, եւ մենք մեր ծրագրի մեջ դա կա, դա մի քիչ կարող է մեկ աշակերտին մենք հիմա ծախսում ենք մոտավորապես մի 500,000 դրամ, որը շատ քիչ է, դա եթե դարձնես ասենք մոտ մի 700,000 դրամ, ստից գումար է դա։ Այդ գումար չի։ Այդ գումարը, որ հիմա իրենք իբր խնայում են, կազմում է $20 միլիոն։ $20 միլիոն մեր բյուջեի համար միզեր է, զերո է։ Բայց որի արդյունքում 200 գյուղ կարող ես պայել կամ 200 գյուղ կարող ես չասնել։ Ես այսպես ձեր եթերից խոստանում եմ, էլի լինելու եմ մնացած գյուղերում, հանդիպելու եմ այդ մարդկանց, հույս եմ տալու այդ մարդկանց, խոստանալու եմ այդ մարդկանց, որ չեմ թողնելու դպրոցները փակվի։ Սա ինձ հիմա պրինցիպիալ այսպես խիստ կարևոր խնդիր է, որովհետև սահմանամերձ գյուղերի ոչնչացումը Հայաստանի անվտանգության ոչնչացնում է։ Գյուղերում շատ կարծիքներ կային, որ ես կարող եմ համաձայնել, կարող չեմ, որ ասում են սա դատարկում է ադրբեջանցիներին բերելու համար։ Չգիտեմ, չեմ կարող ոչ երգել, ոչ կարող եմ հաստատել, բայց այն որ այդ գյուղերում ապրել են թուրքեր եւ բնակիչները ասում են, որ մեզ ըստեից քշում են որպեսզի նրանց բերեն, չեմ կարող բացառել այս մեկի իհարկե բացառված չի, հատկապես որ գյուղերի դատարկումը ներողություն կարող է հանգեցնել ուղիղ արտագաղթի, ոչ միայն տեղափոխման հարևան գյուղ կամ հարևան քաղաք, այլ բառից բուն իմաստով կարող է բերել արտագաղթի։ Հենց այդպես էլ կա, դրանք պատրաստում են դուրս գալ գյուղերից, բայց մենք դեռ մեռած չենք։ Ես խոստանում եմ այդ բոլոր ուսուցիչներին, բոլոր դպրոցներին, ում հետ հանդիպել եմ, իրանք սպասում են, այսպես ասած, այդ իմ խոստումին։ Եվ ես ունեմ համախոհներ Հայաստանյան, այդպես չի, որ մեր կուսակցությունը գոնե իր մեխերից մեկը դարձրել է այս մեկը, պահպանել հայկական սահմանամերձ գյուղերը, բարձրադիր լեռնային գյուղերը, եւ ինչ էլ լինի, ես թույլ չեմ տալու։ Մեծ եմ խոսում, թույլ չեմ տալու այդ դպրոցները փակվեն։ Որովհետև դա մեր անվտանգության, իմ երկրի անկախության հետ է կապված, ես ունեմ համախոհներ, դրանք այլ կուսակցություններից են, այլ հասարակական կազմակերպություններ, որոնք ընդգրկվել են, եւ կոչ եմ անում, հենց հիմա կոչ եմ անում բոլոր մանկավարժներին, բոլոր մտավորականներին, բոլոր բժիշկներին, բոլոր դասախոսներին, ինչ անում եք արեք, չգնաք այս ոչ ու փուչին քվեարկեք։ Որտեղ այս ոչ ու փուչին քվեարկել նշանակում է այդ գյուղերը դատարկել, ադրբեջանցիներին բերել, անկախության հռչակագիրը հանել, Մեսրոպ Մաշտոց դասագրքից հանել, Արարատ անել, որ մի ավիրացությունը նշեմ, պարտվածին բերել դնել իշխանության գլուխ նշանակում է տերը տալ երկիրը։ Սա իմ կոչն է, սա իմ հորդորն է, սա իմ խնդրանքն է։ Ես կռիվ տալու եմ, մենք կռիվ տալու ենք, եկեք միացեք մեզ, Հայաստանի անկախությունից բարձր արժեք չկա։ Ձեր ընտանիքների ապահովությունը Հայաստանի անկախության մեջ է։ Ձեր զարգացումը, ձեր բիզնեսը, ձեր առողջությունը կապված է Հայաստանի անկախ լինելու հետ։ Եվ սա ձեր քվեարկության թող թեզը լինի։ Իդեպ եւս մի հարցի անդրադառնանք, պարոն Մանուկյան, հենց այս համատեքստում հիմա անձնագրերն են պատրաստվում փոխել։ Լավ, անձնագրերի փոխելը ինքնին, չգիտեմ, որքանով է, ասենք, կարող է դիտարկվել չարիք կամ ոչ, բայց խնդիրը այլ բանում է, նայեք, ձեր մտքով երբևէ կանցներ, որ հնարավոր է խորվիրապը նկարել այնպես, որ Արարատ լեռը չերևա։ Որովհետև մեր նոր անձնագրերում Նիկոլ Փաշինյանն էլ բառացի հայտարարեց, որ խորվիրապը պատկերված է այնպիսի ռակուրսով,
որում Արարատ լեռը չկա, մինչդեռ դրանք մի ամբողջություն էին։ Դա նույնը դուք նկարիչ եք, չէ՞, նաև ոնց որ նկարես անտառ, հետևի ֆոնին լինեն սարեր, որոնք գտնվեն այլ պետության տարածքային կազմում եւ անտառը նկարես այնպես, որ արհեստականորեն այդ սարերը չերևան։ Սա նորմալ երևույթ է ձեզ։ Ալի մազոխիզմով ենք զբաղվում։ Չէ, բայց շուտով մենք ունենալու ենք այդ ազդագրերը։ Աննորմալություն է, ինչի մասն է խոսքը, եւ այդ աննորմալությունների շարքը չի ավարտվում։ Բայց ես ունեմ անգամ աննորմալությունների դասակարգում, հասկանում եք։ Խնդրեմ, դասակարգ։ Որն է, որ աննորմալությունն է քեզ ավելի շատ վնաս տալիս, որովհետեւ ինքը կիրառում է մի հատ տակտիկա, շարքային փոքր աննորմալություն է գցում հրապարակ։ Ծածկելով մեծը։ Հա, գազարը, պերաշկին, չգիտեմ, տոլմեն, հեծանիվը, կրծքանշանի, դրանք փոքր բաներ ինձ համար, փոքր աննորմալություններ են, որը քննադատելու է ինքը դրանով շեղում է մեզ մեծ աննորմալություններից։ Բանակի կրճատելը մեծ աննորմալություն է։ Եվրոպական բոլոր բաներից, հայցերից մեր դատական հայցերը վերցնելը մեծ աննորմալություն է։ Արցախը կործանելը պատմական աննորմալություն է։ Հիմա հերթական աննորմալությունը, ոնց ասում եմ, դպրոցները փակելն են, սահմանամերձ տարածքները փակելն են։ Ինքը այս մեծ խնդիրները չնկատելու տալու համար փոքր աննորմալություններ է գցում հրապարակ։ Եվ շատ հաճախ շատ քիչ մարդկանցից, բայց լսել եմ, ինքը օրակարգ է թելադրում եւ մենք այդ օրակարգին սկսում ենք արձագանքել այդ պերաշկիանման քաղաքականությունները։ Ինձ համար շատ մտահոգելու առիթ է հայ-ռուսական հարաբերությունները, որովհետեւ կա պերաշկի չուտինք զիբիլ ուզում աուտել, բայց եթե հանկարծ Հայաստանը դարձավ Ռուսաստան, արևմուտք, բախման, արճակատման գոտի, ուզում պերաշկի ուզում հետ այդ կիրացը, դա ինձ չի հետաքրքրում։ Ոչ իր ցիլոնը ինձ հետաքրքրում, ոչ իր ընտանիքի խնդիրները, որը հաճախ բոլորի համար ծամոն է դառնում։ Ինձ պատմական անշրջելի process-ներն են անհանգստացնում, որ եթե հետո վաղը եկավ մեկը, որը նորմալ իշխանության կրող է, ստեղծագործ ու համարձակ մարդ է, չի կարողանալու վերադարձնել այդ կորած գյուղերը, արտագաղթած մարդկանց, չի կարող վերադարձնել Երևանի մաքուր օդը, չի կարող վերադարձնել ռուս-հայկական ռազմական համագործակցությունը, չի կարող այլևս $160 գազ ստանալ Հայաստանի տնտեսության համար, կորցրած կնի հարաբերությունները Իրանի հետ, Միացյալ Նահանգների հետ, Ռուսաստանի հետ, ինձ պատմական եւ այն արժեքներն են հետաքրքրում, որոնք կարող են անշրջելի վնասներ Հայաստանին։ Պարոն Մանուկյան, եւս իր հերն էլ անիծած։ Եվս մի հարց ցիլոյով, հեծանիվով ցավոք մեր ժամանակը ավարտվում է, եւս մի հարց ու թերևս սահմանափակվենք, նայեք, եթե Աստված մի արասցե Նիկոլ Փաշինյանին հաջողվի վերարտադրվել, հիմա կլինի դա վարչական ռեսուրսի կիրառմամբ, ֆինանսական ռեսուրսի կամ բռնաճնշումներով, նախատեսում եք արդյոք հետընտրական process-ներ եւ ինչպես եք պատկերացնում այդ հետընտրական գործընթացները, հնարավոր համարում եք, որ ընդդիմությունը կհրաժարվի մանդատներից, նաեւ այդ տարբերակով առաջացնելով քաղաքական ճգնաժամ, մի խոսքով պայքարի ինչպիսի գործիքակազմ է հնարավոր կիրառել արդեն ընտրություններից հետո։ Տեր-Պետրոսյանի վերջին համերգ մի նախադասությունը հիշում եք։ Այո։ Որ իրան չի հետաքրքրում այս բանավեճ կոչվող շոուն, այլ հետաքրքրում է եւ ինքը մտահոգված է հետընտրական զարգանալիք բաներով, դեպքերով, զարգացումներով։ Արդեն ակնհայտ երևում է, որ լարումները շատ են լինելու։ Լարումները շատ են լինելու եւ դրսից եւ ներսից, ինքը կարծես կարտ բլանշ է ստացել այլանդակություններ անելու, ճնշելու, պարտվելու դեպքում չեղարկելու, արտակարգ դրություն մտնելու, կարծես թե ունի, որովհետև այդ Մոլդովայի օրինակները հենց դա է նշանակում, բայց այդ իմ հանդիպումների ընթացքում, որ ես շրջում եմ գյուղերով, ձեզ ասեմ, որ մինչև հիմա հիասթափված էի, մտածում եմ գյուղերում Նիկոլ են ընտրելու։ Ու շատերն են այդպես հաշվարկանում, որ Երևանը կհաղթի, քաղաքներում կհաղթեն, գյուղերում Նիկոլը իր ասֆալտապատ բաներով, քարոզչությամբ եւ թոշակային բանով, տրամաբանությամբ կընտրվի, այդպես չի։ Այդպես չի, հանդիպել եմ, այդ ընդ որում իմ գնացած գյուղերը ամենահեռու, ամենակիչ ինֆորմացված գյուղերն զզվում են։
կունենա ձայներ, այնպես չի որ ձայներ չի ունենալու, բայց այն որ գյուղերում ինքը հաղթելու է, այդպես չի։ Եվ այս դեպքում բախումների, լարումների, հետընտրական process-ների հավանականությունը մեծանում է։ Լուծումը մեկն է, ասեմ ձեզ։ Մեկը ցանկացած իշխանություն, ցանկացած ավտոկրատ իշխանություն գնում է կոպիտ քայլերի, երբ որ ձայների տարբերությունը քիչ է լինում։ Ասենք թե ինքը հավաքել է 30%, երկրորդ տեղը հավաքել է 35 կամ 25։ Այդ ձայների քիչ հարաբերակցությունը իշխանություններին միշտ լրացիչ բան է տալիս, որ եթե ինքը կոշտ քայլերի գնա, այդ 5%-ի արկել կաղթարի կլրացնի ժողովրդի ձեն չի անի, որտեղ ժողովուրդը բան չի հաղթի։ Բայց եթե ասենք թե հավաքական ընդդիմությունը հավաքում է օրինակ 50%, ինքը հավաքում է 20%, այստեղ ոչ մի իշխանություն չի համարձակում։ Այս դեպքում ոստիկանը, զինվորը, KGB-ի աշխատողները ապրես։ Նրանք հոգեբանորեն այլևս պատրաստ չեն ժողովրդի դեմ գնալու, մահակ օգտագործելու, գազ օգտագործելու։ Լավագույն լուծումը լիկոլից ազատվելու եւ անցնցում ազատվելու ձայների մեծ տարբերությունն է։ Եթե մեր ժողովուրդը իսկ այդ զանգված ենքան շատ է, 60%-ը пассив է։ 60% եթե 30-ն էլ գնա ընտրության, խնդիրը լուծվում է։ Ուստի ես ինչ եմ խնդրում բոլոր մեր քաղաքացիներին, ինձ լսողներին, գնացեք ընտրության, սիրելիներս, խնդրում եմ։ Ում ուզում եք քվեարկեք, գնացեք ընտրության, ում ուզում եք քվեարկեք, որտեղ մեր ակտիվ մասնակցությունը Նիկոլի Վերջի համար լուրջ հնարավորություն է տալիս։ Շատ ակտիվ քվեարկել է պետք։ Դե չեմ ասում, եթե եղածներից էլ ասում ինձ էլ ինչ կտած, հիմա անկախական ուժին եթե չեք տալու, եք տալու, հարգելի դասախոսներ, հարգելի մանկավարժներ, ախր տարօրինակ կլինի, էլի 30 տարի այս դաշտում պայքարում եմ, ինչ չտակում եք տալու ձեր ձայնը։ Դրա դեմս ասեք կոռուպցիա, ասեք սեփականություն, ասեք համը հանել եմ, ասեք ինչ որ բան, այս գծում կանգնած 40 տարի է գնում եմ եւ մենք այդ ուժն ենք։ Ում եք տալու, եթե մեզ չեք տալու։ Առողջ եղեք եւ ինչ ասեմ, խաղաղ ընտրություններ, երկիր թող անցնցում անցնի այս փուլը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ պարոն Մանուկյան նման հետաքրքիր զրույցի համար, հարգելի դասախոսներ, մտավորականներ, ինչպես պարոն Մանուկյանն է ասում, մտածեք ում եք տալու ձեր ձայնը եւ դրան զուգահեռ բաժանորդագրվեք Մեդիահաբի YouTube-յան ալիքին։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ